15 տարվա սպասումից հետո Ավետիսյանների տանը մանկան ճիչ է լսվում։ Ծանոթացեք, Ալբերտինան է 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման ժամանակ անհետ կորած Ալբերտ Ավետիսյանի դուստրը։ Ալբերտն ընտանիքի հետ ապրում էր Արցախի Կարմիր գյուղում, երբ սկսվեցին մարտերը։ Հենց սեպտեմբերի 19-ին մեկնեց առաջնագիծ հայրենիքն ու ընտանիքը պաշտպանելու։ Ես լավ բան չեմ տեսնում, լավ բան, բայց մեկ այլ հայրենիքը պահելու համար ինքը առաջին էր առաջ գնում, թեկուզ այդպես էր, չէ, իրավիճակը, բայց ինքը չգիտեմ, կազմակերպվում էր, որ իրենք չպահեն, ով պիտի պահեր։ Թեկուսը շատ բաներ են խոսում, որ Արցախցին թողել է, լքել է, բա որ թողել է, լքել է, իմ տղանոր է, եթե թողել է, ինչու անհետացավ։ Առաջին գծում էր ինքը այնպիսի դիրքում էր գտնվում, ավելի հեշտ էր, չէ, թողնել դուրս, բայց ինքը դուրս չի եկել։ Ընդհակառակը ինքը ընկերոջ պատճառով գնաց Խրամատ ընկերոջը վերցնելու Մարատին, այդպես էլ անհետացավ։ Վերջին անգամ Ալբերտին տեսել են Վարդանի աղբյուրի մոտ։ Զինակիցներին ասել էր դուք առաջ անցեք, ինքը գնացել էր վերցնելու ընկերոջը Մարատին եւ հետո նորից միանալու խմբին, բայց հենց այդ պահին սկսվել է թշնամու գրոհը։ Զինակիցները դուրս էին եկել բլինդաժից, ինքն ու Մարատը չէին հասցրել։ Տղայի լուրը լսելուց հետո Ռուսաստանից մայրը վերադառնում է Հայաստան։ Առաջնագծում 2020 թվականի մարտերի ժամանակ եղել է նաև տիկին Սուսաննայի մյուս որդին։ Ընտանիքը ծանր սպասումների մեջ էր։ Մայրիկի խոսքով ինչից վախենում էին, իրականություն դարձավ։ Հիմա ուրախության նշույլներ բալիկի մեջ են փնտրում։ Երեխան մի համերաշխության միջոցայել են, համերաշխություն ընտանիքի համար, յուրաքանչյուր ընտանիքի համար։ Իր բոլոր սփոփանքները երեխու մեջ է գտնում, Ալբերտի հետ կապված ամեն ինչը, անընդհատ հետը խոսում ենք իր պապայի անունից։ Լուսինեն և Ալբերտն ամուսնացել էին 2010 թվականին և երկար տարիներ սպասել իրենց փոքրիկ հրաշքին։ 2023-ին վերջնական որոշել էին երեխա ունենալ արտամարմնային բեղմնավորման միջոցով։ Ամեն ինչ պատրաստ էր, բայց Արցախի շրջափակումը փոխեց նրանց ծրագրերը։ Բռնագաղթից հետո ամուսնուն սպասելով Լուսինեն ստիպված էր հետաձգել Ալբերտի հետ ընդունած կարևոր որոշումը։ 2025-ի գարնանն ի վերջո ուժ գտավ շարունակելու իրենց երազանքը։ Սառեցված սաղմի տեղադրումից որոշ ժամանակ անց Լուսինեն լսեց բաղձալի բառերը, որոնց սպասում էին տարիներ շարունակ։ Դուք երեխա եք ունենալու։ Մեծ ուրախություն ա հայտնվել իմ կյանքում, բայց միևնույն ժամանակ շատ կուզենայի, որ Ալբերտն է տեսներ այդ ուրախությունը։ Մեծ ցավ եմ ապրում, որ ես ամեն անգամ երեխային նայելուց մեծ ցավ եմ ապրում, որ ես տեսնում եմ 15 տարվա մեր այդ սպասված հրաշքին, բայց ինքը նույնիսկ տեղյակ չի իր երեխան ծնվել է թե չէ։ Երեխայի անունը որոշված էր, երբ դեռ հղիության լուրը չկար։ Եթե տղա լիներ Ալբերտ, եթե աղջիկ Ալբերտինա։ Ալբերտի կինը վստահ է, զգում է, ամուսինը ողջ է։ Սպասում են եւս մեկ հրաշքի։